Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Հիմա այս պահին գտնվում ենք Առինջ մոլում։ Առանց զգուշացնելու դրսի բոլոր խանութները կնիկված են, պլոմբված են, չեն թողում աշխատենք։ Հիմա փորձում են այս կողմից խոչընդոտել, խանգարել, որ չկարողանանք այս կողմից մտնել։ Բոլորս հավաքվել ենք այստեղ, ուզում ենք հասկանանք, կմոտենան մեզ լրագրողներ, մեկնաբաններ, որ կարողանանք մեր բողոքի ակցիան ներկայացնենք, ինչի համար է փակ Առինջ մոլը։ Ուզում ենք հասկանանք ինչի առանց զգուշացնելու փակ։ Ում կարող ենք դիմել այդ հարցով։ Ով պետք է այդ հարցով զբաղվի, ով պետք է մեր խնդիրը լուծի։ Եթե մենք աշխատող մարդիկ ենք ամեն օր, վարձով ենք ապրում, ունենք վարկեր, հարկեր, տուրքեր, ընտանիք, վերջը, ուզում ենք աշխատել։ Եվ ում այդ հարցով դիմենք, պարոն Փաշինյան, ում կարող ենք դիմել այդ հարցով, որ այդ հարցը լուսաբանի, հասկանանք ինչ անենք։ Ում կարող ենք դիմել։ Ով է սրա պատասխանատուն։ Խնդրում եմ մեզ լրագրող ուղարկեք կամ պարոն Շամշյանին ուղարկեք, թող մոտենա մի հատ հասկանանք, ով մեզ կարող է այդ հարցում օգնել։ Տարիներ շարունակ Առինջ մոլը աշխատել է, տասնյակ տարիներ աշխատում է, 4000-ից էլ ավել աշխատողներ ունենք։ Ասենք հիմա ոնց պետք է այդ մարդիկ ապրեն, իրանց հացի փողը ոնց վաստակեն, ուր գնան այդքան մարդ։ Ապրանքը ինչ անեն, ուզում ենք մի հատ հասկանանք, խնդրում ենք մեզ աջակցեք, օգնեք, մարդ ուղարկեք, մի հատ մեր բողոքի ակցիան ներկայացնենք, հասկանանք ով է սրա պատասխանատուն ու ինչի է փակ Առինջ մոլը, կամ ինչի եք ընդհանուր ուզում փակեք, ինչու՞մն է խնդիրը։ Ասենք եթե ինչ որ խնդիր կա հոսանքի հետ կապված, որ հոսանքի լարման տակ է կամ չգիտեմ ինչ է, բայց ոնց ասենց շինարարություն է գնում։ Ես կարող եմ ձեզ լուսաբանել, ցույց տալ, որ այս հատվածում անգամ շինարարական բան է գնում։ Դե եթե այդքան վտանգավոր է այդ ամեն ինչը, ինչի է հենց տեղ այդ ամեն ինչը, որովհետև բոլոր տեղերում էլ այդ հոսանքը կա։ Կան նաև փլվող շենքեր, որով վթարային շենքեր են, մարդիկ ապրում են, ինչն է խնդիրը։ Պատճառաբանում եք հոսանքը, բայց ինչ անենք, բա մենք ինչ անենք, ուր գնանք աշխատենք։ Հիմա մարդիկ հավաքված են այստեղ, ուզում ենք հասկանանք, մեզ կմոտենա մի լրագրող, որ հասկանանք ում դիմենք, մեր բողոքի ակցիան ում միջոցով կարող ենք այս ամեն ինչը արձանագրել, կամ ով է մեր պաշտպանը, կամ ով է մեր աջակիցը։ Խանութները փակելով, մարդկանց անգործ թողնելով, ոչ մի հարց չեք կարող լուծել, ոչ մի հարց։ Այդ հարցը ձեր ներքին քաղաքական հարցն է, որ դուք իրար մեջ պետք է լուծեք, ոչ թե մեր միջոցով։ Չգիտեմ, չեմ կարողանում հասկանալ։ Անվտանգության աշխատողներն էլ են այստեղ ու ասում են, որ պետք է փակվի խանութը։ Դե եկեք հասկանանք, տեսնենք ինչ պետք է արվի։ Խնդրած կլինեմ այդ հարցը արձագանքեք մեզ։ Ոչ կա։